Բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, ERT-ի ուղիղ եթերում New Day հաղորդումն է, լուրեր վստահաբար կլինեն, բայց այս պահին բնականաբար մենք փորձում ենք ամենահետաքրքիր տարբերակով ձեզ ներկայացնել օրը, սկսելու առավոտը, եւ իհարկե մեր տաղավարում այսօր ունենք զրուցակիցներ, շատ են իդեպ լինելու մեր զրուցակիցները, բայց առաջիններին կներկայացնի իմ սիրելի գործընկերը Արտավազ Դամիրյան, Արտավազ, բարի առավոտ։ Բարի առավոտ, Էմմա, քանի որ այսօր հրաշալի առիթ է ու ես տաղավարի միակ տղամարդն եմ, որ կարող եմ շնորհավորել մեր կանանց ու մայրերին, ովքեր եւ ներկա են այստեղ եւ ներկա են էկրանների առջեւ, շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի այդ մայրության, գեղեցկության տոնի կապակցությամբ, միշտ ժպտացեք, միշտ փայլեք, միշտ եղեք գեղեցիկ ու այդ մայրական բերկրանքը միշտ զգացեք եւ հենց այսօր մեր տաղավարում են այն մարդիկ, ովքեր էլ ավելի գեղեցկացնում են մեր միջավայրը եւ փորձում են իրենց ներկայությամբ, իրենց մասնակցությամբ, իրենց դերակատարմամբ գեղեցկացնել յուրաքանչյուր հանդիսատեսի կամ թեկուզ եւ հեռուստադիտողի կյանքը։ Ես ուզում եմ սիրով ներկայացնել այստեղ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ եւ նաեւ համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ իհարկե Հոմենտմեն Գլենդել Արարատի ներկայացուցիչ Սիլվա Հարությունյան, բարի լույս։ Բարի լույս, բարև ձեզ։ Շնորհավորում ենք ձեզ։ Ձեր ապրիլի 7-ը։ Սիրելի մայրեր, Ու չէի պատկերացնում, որ մեր գիշերը կասեմ բարի առավոտ։ Հայաստանյան գիշերը։ Շատ գեղեցիկ է, հենց այդ է հետաքրքիրը Լոս Անջելեսի, էլի։ Եկեք խոսենք այսօր այն գեղեցիկ առիթի մասին, որ ստեղծվել է ու Նարինեն գտնվում է այստեղ Միացյալ Նահանգներում գեղեցիկ ու հաճելի առաքելությամբ թատրոնը եւս մեկ անգամ բերելով այստեղ Միացյալ Նահանգներ, այսինքն ներկայացում հաճելի պահեր ու հաճելի դրվագներ մեր հանդիսատեսին պարգևելու, հա։ Նախ ձեր համագործակցության մասին կխնդրեմ Սիլվա ջան ներկայացնեք, հա, Հոմենտմեն Գլենդելի եւ Նարինեի համագործակցություն։ Այո։ Ուրեմն երկար ճանապարհ ենք անցել իրականում ու ավելի քան 7 տարի երբ ես 7 տարի բանակցում էիք Նարինեի այո երբ ես ներկայացում տեսա Հայաստանում շատ տպավորված էի, հիացած էի եւ մտածում էի միանշանակ Լոս Անջելեսի համայնքը պիտի, այսինքն հայություն պիտի վայելի դա։ Եվ երբ վերադարձա Լոս Անջելես առաջին իսկ առիթով խոսեցի մեր ընկերների հետ Հոմենտմեն Գլենդել Արարատի կառույցում, մշակութային բաժանմունք ընդառաջեց, շատ ոգևորվեցին, իրենք համաձայն էին եւ սկսվեցին բանակցությունները։ Դժբախտաբար COVID-ը հանգարեց, արդեն 1 քայլ էր մնացել։ Դրանից հետո պատերազմը, այն ինչով որ հայ ժողովուրդը անցավ միջով եւ վերջապես այդ ամեն ինչը հաղթահարելուց հետո ահավասիկ։ Դրա համար էս երկար ճանապարհ ենք եղել։ Հասկանալի, արդեն ճանապարհի բարդությունները, դժվարությունները։ Ապրիլի 11-ին եւ 12-ին Եվ 13-ին։ Եվ 13-ին։ Ավելացավ եւս Պորտալ թատրոնում տեղի կունենա ներկայացում, երկու ներկայացում։ Ներկայացումների մասին ես Խնդրեմ Նարինե ջան։ Խնդրեմ, այո։ Առաջինը իմ ընտանիքը իմ ճամպրուկում է ներկայացումն է, որը վավերագրական պատմություն է, հենց իմ ընտանիքի պատմությունն է, որ Արցախում էինք այդ ժամանակ 92 թվականներն էին, երբ հայրիկս գերությունից նոր էր եկել, այդպես ուզում եմ ասել, ընդհանուր սկիզբը հենց այդ մասին է, որ պատերազմի ժամանակ գիտեք, ամեն ընտանիք կանգնում է ընտրության առաջ։ Եվ մի սարսափելի ընտրություն էր, որովհետև մեծ վախ կար, որ կհարձակվեն ու կկոտորեն գյուղը ու ասում էին, որ ամեն ընտանիք ընտրի մի հոգի, որ դուրս գա։ Ու տարօրինակ էր, բայց իսկապես հայրս ու մայրս նստած պիտի որոշեին, թե 5 հոգուց ով դուրս գա։ Ու այդպես սկսվում է ամբողջ պատմությունը եւ դա իրական պատմություններ են ու այդ ներկայացումը շատ մրցանակներ է ստացել։ Նույնիսկ կան երկրներում, որոնք ընդհանրապես ադրբեջանամետ էին, իսկապես երևի ազնվությունից, անկեղծությունից պատմության ամբողջությամբ հալվում էին եւ Կներեք պիեսը ձերն է։ Պիեսը Սարան Ալբանդյանն ու ես ենք գրել, այսինքն թե ես պատմել եմ, քույրիկս է պատմել, ընտանիքիս ինքը հարցրել է եւ ամբողջացրել ենք, հա, ամբողջ պատմությունը։
Այդպես, եւ ինքը նաեւ այն մասին է, որ իրականում մենք այն ժամանակ շատ բան հաղթեցինք, որովհետեւ միասին էինք։ Ինչ լինում էր, ամեն ինչ միասին էր արվում։ Այդ մեսիջը ունի եւ հայրենիքի սիրելու մեսիջը, որ այդ հայրենասիրական երգերի մեջ չի, այդ ամեն մեկը իրար սիրելու մեջ է, էլի։ Ընդհանրապես շատ է այդ ինքը շատ լայն է եւ ես որ հորինում էի այդ ներկայացումը, այսինքն ստեղծում էի, ինձ թվում էր միայն հայերին հետաքրքիր կլինի, բայց ամեն մի արտասահմանի մարդով լսում է, ինքը շատ համաշխարհային արձագանք ունեցավ, որովհետեւ եւ փախստականի թեման է եւ պատերազմի ամեն ինչ։ Սա այս ներկայացումը առաջին անգամ խաղացել եք Հայաստանում խաղացել եմ Արմոնո փառատոնի բացմանը եւ միանգամից 5 երկրներից հրավեր եմ ստացել, խաղացել եմ Գերմանիա, Ավստրիա, ամենտեղ Ֆրանսիա եւ 7 տարի է, փաստորեն ես 1 օր եմ թռել, բայց 7 տարի է գալիս եմ այս ներկայացումով Ամերիկա։ Սա երբ է տեղի ունենալու հենց այս ներկայացումը։ Երկու անգամ է տեղի ունենալու։ Ապրիլի 11, 12, 13։ Ապրիլի, հա։ Ես թույլ տամ Սիլվան ասի։ Հա, խնդրեմ, ապրիլի 11-ին եւ 13-ին։ 11-ին եւ 13-ին այս ներկայացումն է լինելու։ Այո։ Իմ ընտանիքը իմ ճամպրուկում։ Այո։ Եւ երկրորդ ներկայացումը, որը կոչվում է Գոմեշ։ Այո։ Հետաքրքիր անուն է։ Հետաքրքիր է։ Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակն է այս տարի եւ արդեն իհարկե 5 տարի այս ներկայացումը կա Գոմեշը ստեղծագործությունը, որը ստեղծել էի պանդեմիայի ժամանակ, տանն էինք, միայն ինձ ունեի ձեռքիս տակ եւ այդպես մտածում էի ինչ կարելի է բեմադրել ու որ վերընթերցեցի Գոմեշը, հետո մտածեցի, չէ, սա ներկայացում չի կարող լինել, հետո այսպես որ հայելու առաջ մազերս այսպես արեցի, տեսա, չէ, նման եմ, այդ արցախցու այդ բանը, կողահաստությունը լավ sense գոմշային ուժ է տալիս, հետո պարանի պոչը, այսպես sense կամած ու հետո հասկացա, որ կարող է ներկայացում ծնվել։ Իհարկե, որովհետև համաճարակ էր, բացօթյա էր ներկայացումը, իսկ ինքը ոնց որ բնության զոն լինի Գոմեշը։ Իրականում սա Գոմեշի ճամփորդությունն է, որպեսզի իր տեսակը պահի։ Այո։ Այդ մասին է եւ ինչպես է ինքը դուրս գալիս, էլ գայլն է մի խոսքով ինչ ասես չի հանդիպում, բայց ինքը իր նպատակը չի կորցնում։ Ինքը մոտիվացնող նաեւ։ Շատ։ Հիմա հատկապես էս մեր հայաստանյան բոլոր այս դեպքերից հետո այս երկու ներկայացումները եւ իրենց շեշտադրումն են շատ ավելի ուրիշ տեղ է շեշտադրումը դարձել եւ ավելի ցավագին են կալվում, ավելի է ազդում։ Մի խոսքով դե ստեղծվել էին մինչև պատերազմը, բայց պատերազմից հետո ավելի ազդեցիկ են, ավելի ուժեղ, հա։ Գոմեշն էլ արդեն 2 երկրներում եմ դեռ խաղացել եւ արդեն ամենտեղ Grand Prix եմ ստացել եւ ընդհանրապես համարվում է մոնո ներկայացումների, այսպես ուզում եմ ասել, շատ թատերագետներ էին եկել բան, որ ասում էին սա ուղղակի գլուխգործոց է մոնո ներկայացումների։ Ինչ հետաքրքիր։ Պաստորեն Քովիդյան տարիները ոչ միայն բացասական երևույթ թեին շատերիս համար, այլ նաև դրական գործեր են ստեղծել, որոնք մինչ օրս այդքան մարդ են հավաքում դահլիճում։ Հա։ Ամեն ինչն էլ կարելի է, ինձ թվում է մարդուց է կախված, որ ամեն ինչը ինչպես է ժամանակը ճիշտ օգտագործել, այո։ Հա, բայց Նայնի ջան, կցանկանայի նաև խոսել մրցանակաբաշխություններից, գիտեմ, որ Հայաստանում անցկացվում է ու բոլորս գիտենք արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը այսպես կարևոր մրցանակաբաշխություններից մեկն է թատրոնի ոլորտում աշխատող մարդկանց համար, այո, եւ դուք ունեք բազմաթիվ մրցանակներ այդ ասպարեզում, ինչ է տալիս ընդհանրապես դերասանին կամ ստեղծագործողին մրցանակաբաշխությունը եւ այդ մրցանակները, արդյոք դրանք են ոգևորիչ պատճառ հանդիսանում, որպեսզի դուք կարողանաք շարունակել ստեղծագործել, նոր գործեր ծնվեն, նոր աշխատանքներ իրականացվեն։ Երբեք դա դրդապատճառ չէ, որ հետո շարունակես, այսինքն որ ստեղծագործես հանուն մրցանակի, բայց հա, չէ, մրցանակը ամեն դեպքում մի գնահատանք է, որ դու
ճիշտ ես, որ դու ոչ թե ճիշտ ես, այլ հետաքրքիր ես, որ կենթանի ես, որ դեռ դու արժանի ես թատրոնում լինելու, այդ առումով քանի տարի էլ ստանամ, միևնույն է դա մի նշաձող է, որ մտածում ես, որ ինչ լավ է, որ դեռ հետաքրքիր է։ Ճիշտ ուղով եք գնում, շատ ճիշտ նշեցիք, այո, որ ճիշտ եք, այսինքն դուք ձեր ուղին ճիշտ եք անցնում ու դա պատշաճ կերպով գնահատվում է, դա ամենակարևոր բանն է, ինչի կապակցությամբ մենք էլ ենք շատ ուրախ, որ մեր Քանի հատ ընդհանուր ունեք մրցանակը։ Ընդհանուր չեմ հաշվել, բայց այս տարի, քանի որ թատրոնի ղեկավար եմ, քանի մրցանակ թատրոնը ստանում է, բոլորը իմն են։ Այս տարի 7-ն ենք ստացել, 7 մրցանակ, 10 քանի մրցանակից 7-ը համազգային թատրոնը վերցրեց եւ 3 ներկայացում սովորաբար այդպես չի լինում, եւ մանկական, լավագույն, լավագույն երիտասարդական եւ տարվա լավագույն ներկայացում, այդ 3 մրցանակներն էլ վերցրել է թատրոնը։ Համազգային թատրոնը ես կարծում եմ միշտ էլ եղել է իր բարձունքում եւ այստեղ պիտի հիշենք նաեւ հիմնադրին Սոս Սարգսյանին, մեր շատ սիրված դերասան, ով ստեղծեց համազգային թատրոնը, չէ, եւ դարձավ հիմքը այսպես գեղեցիկ ու հրաշալի աշխատանքների։ Սիլվա ջան, եկեք մի փոքր խոսենք ընդհանուր ձեր աշխատանքներից, դուք միշտ կարևոր հայանպաստ եւ փայլուն նախաձեռնություններով եք ներկայանում, թե մեզ, թե ընդհանրապես մեր հասարակությանը, դա շատ լավ է։ Ու նաեւ դժվար կարծում եմ այստեղ։ Բնականաբար, այստեղ հատկապես դժվար, եւ թատրոնն էլ մի փոքր դժվար է մատուցել եւ բերել մարդկանց այստեղ, չէ՞, թատերական ներկայացումը, մոնոներկայացումը։ Հիմա ինչ եք կարծում հանդիսատեսի արձագանքները, հանդիսատեսը ինչպես է սպասում է այս ամենին եւ ոնց են արձագանքելու այս ներկայացմանը։ Այո։ Մեր նպատակը, այսինքն կոմենտների մշակութային, Արարատի մշակութային բաժանմունքը միշտ էլ հավատացած է եղել, որ Սփյուռքում ապրող հայի համար սնուցման կետը, դա պորտալարն է Հայաստանը եւ միշտ այդ ուղղությամբ ձգտել ենք։ Բնականաբար Լոս Անջելեսը ոչինչ պակաս չունի, տեսնում եք ինչքան ճոխ են մեր ես էլ նոր տեսա։ Այո, երեկոները ամեն տեսակ ու անկեղծ ասած մենք փորձել ենք մի քիչ ճաշակ մտցնել ու մի քիչ դժվարինի կողմը գնալ, որտեղ հավատում ենք, որ Լոս Անջելեսի հայության մոտ կա այդ ճաշակը եւ իր հանդիսատեսը ու դա եղավ հիմնական դրդապատճառը, որ Նարինեի ներկայացումները տեսնելով, Նարինեին ճանաչելով, որոշեցինք, որ անպայման Լոս Անջելեսի հայությունը պիտի վայելեն Նարինեի կատարումները։ Այո, այո։ Եվ հենց դա եղավ, երկար, իրոք մեր համար դժվար էր, հեշտ չէր այդ ամեն ինչը կազմակերպելը, հատկապես այս օրերին, երբ մենք որևէ պակաս չունենք ձեռնարկների խիտ, բայց համոզված էինք մեր խորը համոզումով սա այն ամեն ինչն է, որ պիտի մատուցվի Լոս Անջելեսի հայության։ Այո, այո։ Ես կարող եմ այս առումով համաձայնվել ձեզ հետ, որ առատ է ամեն բան, այստեղ մշակութային առումով Լոս Անջելեսում, բայց թատերական առումով մենք ունենք բաց, իսկապես բաց, որովհետև ասես դրա համար ճաշակ մտցնեն։ Հա, ճաշակ մտցնեն։ Եւ այն ինչ որ գալիս է Հայաստանից, այն ինչ որ բերում են Հայաստանից թատերական ներկայացումներ, մոնո ներկայացումներ, չգիտեմ, ստենդափներ, խաղեր եւ այլն, այդ ամենը մեր հանդիսատեսը դրա պահանջը ունի իսկապես, այսօր դրա պահանջը ունի, որովհետեւ մենք բազմիցս ամեն ինչին տեսնում ենք տարբեր ինչ որ տենց ամերիկյան կամ չգիտեմ օտար, հա, շոուներ, ինչպես էստեղ են անում, բայց այն որ ունի միտք, ասելիք, հուզում է մարդկանց եւ տալիս է հնարավորություն մտածելու հետո, դա երևի թե մեր հայկական թատրոնն է, որը կարող է այստեղ հուզել մեր հանդիսատեսին։ Ձեզ շնորհակալություն, Սիլվա ջան, Նայնե ջան, շնորհակալություն ձեզ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում ապրիլի 11-ին, 12-ին, 13-ը չմոռանանք, Պորտալ թատրոնում, որտեղ է Պորտալը գտնվում։ El Portal, North Hollywood։ El Portal, ահա, North Hollywood-ում El Portal։ Հա, լավ, իմացա, որ շատ հարմարավետ իդեպ դահլիճ է։ Շատ կոկիկ, այդպես հին պատմություն ունեցող եւ այդպես ընտրեցինք, որովհետեւ համոզված ենք, որ Նարինեի ներկայացումը այդ բեմի վրա, այո, պատմականորեն։ Այո։ Պիտի գրանցվի։ Ես որ նայեցի,
լինում է, չէ, որ դահլիճն արդեն այնպեսին է, որ հանդիսատեսը քո գրքի մեջ է։ Դահլիճն այդպեսին է, հա, մնում է հիմա արդեն այսօր կգնանք նաև դահլիճը տեսնելու, արդեն։ Ձեզ ինչ է հարկավոր դերասանուհուն, ինչ է հարկավոր բեմում ունենալ այս մոնոներկայացման ժամանակ։ Բեմում չի, հանդիսասրահում լավ հանդիսատես։ Այդ ամենակարևորը։ Ձեզ կարժանացնեն հաստատ բարձր ծափահարությունների ու շնորհակալության բազմաթիվ խոսքերի մեր հանդիսատեսը։ Ես իհարկե շատ կուզեմ, որ շատ կարևոր մեսիջներ տեղացնեն եւ որ շատ հուզի, շատ ուրախացնի, շատ թևավորի այն ամենը, ինչ ներկայացնելու եմ։ Եվ ուզում եմ շատ շնորհակալություն ասել, քանի որ առիթ է Հոմերտեն Գլենդել Արարատին, որովհետև իսկապես այս երկար ճանապարհը, որ մտածում եմ, ոնց չէ շեղվել, չէ։ Այդ մտքից էր արդեն Ամերիկա, Նովեշի ճանապարհի պես։ Ապրեք, այ շատ լավն է սա։ Այո, համառորեն։ Համառորեն հասակ ձեր նպատակին։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ այս եթերից հատուկ շնորհակալություն հայտնել մեր շատ սիրելի անձնավորության, որի ջանքերի շնորհիվ այս ամենը Հայաստանում, այո, Վիկտորիա Բագոյան, որի ջանքերի շնորհիվ մենք այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Շնորհակալություն Վիկտորիա, եթե տեսնում ես մեզ։ Բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավվածություն ունեն այս գեղեցիկ նախաձեռնության ու ներկայացումների մեջ, բոլորին շնորհակալություն իսկապես, որովհետև դուք այստեղ իրականացնում եք շատ կարևոր մի առաքելություն, թատրոնը եւս մեկ անգամ մեզ շունչ է տալիս, մեզ սովորեցնում է ճիշտ ապրել, ճիշտ գնալ, հաճախել, հասկանալ ոնց ուր ենք գնում, հա, եւ նաեւ միտք տալ, թե ապագայի մասին մտածելու ու ինչ որտեղ հուզվելու։ Տոմսերի համար կարող եք զանգահարել Ticket Miket հարգելի հեռուստադիտողներ, ապրիլ 11, 12 եւ 13 վստահ եմ, որ տոմսեր ձեռք բերելով կապահովեք ձեր հրաշալի երեկոն։ Շնորհակալություն մեր հյուրը լինելու համար, այսպես կարճատև գովազդով կընդհատվենք ու կվերադառնանք։